Բարի լույս էլի հեռուստադիտողներ, բարի լույս էլի հայրենակիցներ, կենտրոնի ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց կենտրոնի առավոտը, օրը երկուշաբթի է, եղանակը լավն է, արևը շողում է, մեր տրամադրությունն էլ բավականին բարձր է, չգիտեմ ինչի, բայց բավականին բարձր է մեր տրամադրությունը։ Վերջին իրադարձություններից հետո, քանի որ ես դեռ կամ, դա նշանակում է, որ պետք է բարձր տրամադրություն ունենք, որովհետև շատ հեշտ կարա ես 3 երեկոյան չլինեի, այտենց 8:30-ի կողմերը արդեն։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի հավաքականը շատ ցավալի պարտություն կրեց, բայց այս այդ թեմայով կխոսենք, ես բան ունեմ ասել ու մեր բոլոր հայրենակիցներին ֆուտբոլասեր հասարակությանը, մենք մեզ պահում ենք շատ անկարգ, այդ մեղմ ասած անկարգ, բայց Անուշիկը թող նա ողջույնի։ Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, օրը երկուշաբթի է, ինչպես միշտ մենք մեր առօրյա խնդիրներով իհարկե լինելու ենք եթերում եւ ոչ միայն հյուրեր, մշակութային իրադարձություններ, համեղ խոհանոց, երաժշտություն, տեսանյութեր, այն ամենը, ինչ կարծում ենք, որ կարևոր է, կարևորում ենք եւ փորձում ենք ձեզ ներկայացնել։ Նրանք, ովքեր միացել են Կենտրոն հեռուստաընկերության առավոտյան ծրագրին, դե ինչպես միշտ գիտեն մոտավորապես ինչ գույն եւ ձև ունի մեր առավոտյան ծրագիրը, երբեք որևէ իրադարձության անտարբեր չենք անցնում, որովհետեւ փորձում ենք մեր հատկապես բաց թողումներով կիսվել, միմյանց հետ առիթ ունենալ մտածելու, ինչպես դրանք փոխել, վերանայել եւ արժևորել կարևորը։ Դե նրանց ում հետաքրքիր է մեզ հետ իհարկե առաջարկում ենք միանալ սուրճով, ես հիմա Դավիթը բողոքում է, բայց պիտի սկսեր ինձնից բողոքել, ես սուրճով եկել եմ, իրեն սուրճ չեմ բերել։ Ոչինչ, դու ես այդ սխալը կուղես։ Կվերկենամ կեփեմ սուսփուս, այո, մինչև Դավիթը իհարկե կանդրադառնա այդ խնդիրներին, բայց Վահեին ասենք բարի լույս, տեսնենք ինչ է այսօր պատրաստելու, ես կարող եմ հենց հիմա գնալ քեզ համար սուրճ եփել, ուզում ես։ Բարի լույս։ Եթե չես ուզում, կարող եմ նստել։ Ես արդեն 2 անգամ ասացի, որ ուզում եմ, 3-րդ անգամ էլ որ հաստես դրակ։ Ես 3-րդ անգամ կարող ասես, չէ դե լավ, նստի չեմ ուզում, բայց դե։ Հյուրեր են լինում, որ մտածում ես 3 անգամ որ ասես, իհարկե կհրաժարվի։ Չէ, ես դասերս լավ եմ սովորել, ես միջև վերջ պահում եմ, որ իմ նպատակին հասնեմ։ Դու ավելորդ անգամ անհամեշտ չես։ Հա, չէ։ Ինչ եք պատրաստելու այսօր Սունկ, այսօր պատրաստելու ենք սնկով հավի մսով, միջուկն է դա իհարկե։ Կտապակենք դու կուտես, որովհետև ոչ ենք թափելու, պապան կուտի։ Դե միշտ էլ պապան կուտելա։ Շատ հին ու ակտուալ արտահայտություն, այո։ Ուրեմն այսօր պատրաստելու ենք կարտոֆիլով կոտլետներ, որոնք ունենալու են միջուկներ, սնկով եւ հավով տարբերակ ենք ունենալու, որի համար մեզ անհրաժեշտ է։ Ուրեմն սունկ, այստեղ ունենք հավի կրծքամիս, թարխուն ունենք գլուխսող, ալյուրը մեզ պետք է լինելու այստեղ կեղևը պատելու համար, այսինքն պետք է մենք կարտոֆիլով ստանանք այդ կեղևը եւ վերջում թաթախելու ենք չորահացի մեջ, նույն պաքսիմաթի մեջ, ձուն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք պաքսիմաթը կպցնել կոտլետի արտաքին մակերեսին եւ ձիթայու, որի մեջ տապակելու ենք կոտլետները, ասեմ, որ այստեղ յուրահատուկ համ է տալու մեզ հատկապես ընտրված կանաչին, որը թարխունն է, ես թարխունը չեմ տապակելու, թարմ, երբ որ արդեն խճողակը կպատրաստեմ, վրան կավելացնեմ կտրատած թարխունը եւ հենց այդ ձև կլցնեմ միջուկը արդեն չեփված տարբերակով կոտլետի մեջ։ Տապակելուց հետո կունենանք շատ համեղ եւ օգտակար կոտլետ։ Ես ճիշտ հասկացա, որ միջուկը կամ լինելու է հավ կամ սունկ։ Թե միասին եմ միասին։ Եթե պահկային շրջանում եք գտնվում, ապա այստեղ միայն հավի միսն եք դուրս հանում, մնացածը բոլորը թույլատրելի օգտագործող տարել Մեր ռեժիսորը առավոտյան սոված մնացել է։ Եվ ձուն չէ, ես 2 հատ կպատրաստեմ միայն սնկով տարբերակ, մենք Գևորին չենք թողի սոված։ Այո, մանավանդ որ Գևորգս էլ մի քիչ տրամադրություն չունի, մենք այսօր պետք է իրան լավ նայենք։ Ինչու՞։ Էլի ֆուտբոլի հետ է կապված։ Չէ, առաջի օրը մեքենայի հետ է կապված։ Հա։ Վթարներ։ Այո, մի քիչ վթար է տեղի ունեցել, բայց կարևոր է, որ մեր ռեժիսորը շատ սիրելի, անփորձանք է եւ կենթանի է։ Ինքն է ասում կենթանի է, չգիտեմ ինչի, ես կրկնում եմ իր ասածը։ Դե իրականում մեկ-մեկ երբ որ ասում են լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում, հետո հասկանում ենք, որ այս տեսակ բաներին պետք է շատ խորքային ասում են նշանակություն չտալ, որովհետև եթե վարում ես մեքենա, դա անխուսափելի է։ Դե կարևորը մարմնական վնասվածքներ չկան, մեր Գևորգի մոտ, հուսով եմ մյուս կողմի մոտ էլ չկան, մեկ էլ հուսով եմ մյուս կողմը կհասկանա, որ ինքը մեքենա վարել չգիտի եւ պետք է իր մեղքի այդ բաժինը ընդունի։ Չէ, մենք ինչքան չգիտենք մի բան, այնքան մեղքի բաժինը առավել քան չենք ընդունում։ Ինձ թվում է դա պետք է մոռանալ անցնել առաջ։ Բայց մինչև իմ սուրճը իմ չէ, քո սուրճը կեփվի,
Ուզում եմ հասկանալ, լավ, պարտվել ենք ֆուտբոլում, որը ինձ համար անցած անգամ էլ ասացի, զարմանալի չէ։ Ես վաղուց ի վեր սովորեմ, բայց ինչն է դրա ձեզ հատկապես անհանգստացնող փաստը։ Ինձ անհանգստացնող փաստը նա է, որ առհասարակ մենք գոնե ես, լավ, դու էլ ինձ հետ, հիմա իմ ու քո պահով ասեմ, մենք երկուսս էլ Facebook-ում, եթե ուզենանք ստատուսներ գրենք, միանշանակ կգրենք, որովհետև միտքներն են աշխատում, հայեր են տառերն էլ գիտենք, հաստատ հումորից էլ հեռու մարդիկ չենք, կարանք շատ տենց զավեշտալի մի քանի բաներ գրենք, մանավանդ որ տենց պարտությունը ահավոր էր, որի վրով կարելի էր անգամ, չգիտեմ, բանաստեղծություններ գրել, չգիտեմ, պոեմ ձոնել։ Բայց դու ասացիր 6-1, ես հիշում եմ անգամ 9-0 ենք պարտվել, չէ՞, ինչ որ տենց բան հիշում եմ։ Հա, բայց հարցը ստեղ Վրաստանի հավաքականն է, հարցը ստեղ կողքի պետությունն է, որը որ մեծ գեր տենց ֆուտբոլային տերություն չէ։ Հա, լավ ֆուտբոլ ունեն իրանք, շատ լավ ֆուտբոլ ունեն, լավ ֆուտբոլիստներ ունեն։ Իրենք շատ ունեն հաղթանակներ։ Այո, իրանք վերջի շրջանում բավականին ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում, բայց իրականում այստեղ հարցը ֆուտբոլը չի, որովհետև լավ, մի օր կպարտվենք եւ լավ անընդհատ կպարտվենք կամ ինչ-որ բան, խաղումը Հայաստանի հավաքական է եւ իմ բոլոր Facebook-յան ընկերներին եւ առհասարակ մեր հայրենակիցներին եմ դիմում, մենք փոխանակ հարցերին լուծում տանք, մենք ինչ-որ հումորային հիմար տեքստեր ենք գրում, Facebook-յան հարթակում, մեկս մյուսին նյարդայնացնում, արդարացնում, մարդկա հեռուստացույցը տունը ջարդում է, որովհետև ինքը մեծ երկրպագու է, իրան դա դուր չի գալիս, խաղում է իր հավաքականը, մարդը էլ կա ուղղակի ինչ-որ տես հումորային տեքստեր ա գրում, ուզում հասկանամ, այդ հումորային տեքստերը ինչի վրով ենք մենք գրում, ֆուտբոլին հումորային տեքստեր ենք գրում, մեր պետության սահմանների վերաբերյալ հումորային տեքստեր ենք գրում, չգիտեմ, մեր զինծառայողների, մեր հայրենակիցները չգիտեմ, ինչ-որ մի հատվածում, օրինակ, չգիտեմ, 2 մետր հետ են եկել հումորային տեքստեր են գրում, վարչապետը գնում է, չգիտեմ, ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան մեր սրտով չի անում, հումորային տեքստեր են գրում։ Ուզում եմ հասկանամ, այս հումորային տրամադրությունը ինչի ասես պատել մեր հայրենակիցներին, ասենք ի՞նչ է մեզ այդ եղել, որ մենք սկսել ենք հումոր անել, երբ որ ընդհանրապես հումոր անելու ժամանակահատված չի։ Փոխանակ գնանք ֆուտբոլի ֆեդերացիայի դեմը կանգնենք, չգիտեմ, ֆեդերացիայի նախագահին ասենք եղբայր, բայց ինչ է կատարվում, մենք հումոր ենք անում։ Այդ այնց հումոր անելով էլ մեր երկիրը տալիս է, ես շատ անկեղծ եմ ասում։ Մի արեք հումոր։ Իդեպ նաև շնորհավորելու առիթ ունեմ մեր մարմնամարզիկը Արտուր Դավթյանը արդեն 3-րդ անգամ Թուրքիայում երեք դարձավ աշխարհի չեմպիոն։ Եկեք իրար շնորհավորենք, եկեք Արտուր Դավթյանին վերցնենք, գնանք ֆուտբոլի ֆեդերացիայի դեմը կանգնենք, ասենք այ մարզիկը էսպես է լինում։ Իդեպ ես խնդրում եմ ընդունել, որ մենք հավաքականի տղեկին գործում չենք հաջողել։ Չէ, սխալ է այդ խոսույթը։ Սխալ է։ Ախր տարիների ընթացքում դա ապացուցվել է, մենք մի բան, մի գաղափարի շուրջ չենք հավաքվում ոչ մի կերպ։ Եվ իրականում ինչ որ տեղի ամբողջ բուսաբանականը աղջիկը նկարել է, բուսաբանականը հատվում է, այնտեղ արդեն խոսում են նորակառույցի մասին եւ ես վստահ եմ, որոր այդ փոսը կփորվի, այդ նորակառույցը կսկսեն կառուցել, այդ ժամանակ, երբ որ հիմա որ մենք խոսում ենք, ասում են ինչ գիտեք, չէ՞, այդպիսի բան չկա։ Մի տարի հետո այնտեղ փոսը կփորվի, կսկսեն կառուցել, հետո մեզ կասեն բանը անտարբեր էիք։ Նույնը եղավ այն ժամանակ, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, այս ինչ տեղը 200 զոհ ունենք։ Հայ լրագրողը մեր էջերը նկարում էր, տալիս էր թուրք կայքերի, թուրքական կայքերի եւ ասում էր, որ հայ հայտնիները սխալ ինֆորմացիա են տարածում։ Մենք անգամ այնտեղ խոսում ենք 200-ի մասին, հետո վարչապետը պաշտոնապես ասեց, որ մենք 220 քանի զոհ ունենք։ Դու հասկանում ես, այսինքն հայ լրագրողը իբր ինքը ամսվա տարբերությամբ ինքը կարող է մեկ լինել իշխանության կողմը, մեկ ոչ, ինքը որոշում է պահին ոնց հարմար է։ Հիմա այդ մարդուն որևէ մեկը պատժեց, ասեց դու ինչ իրավունքով ես հայտնիների գրառումները, երբ որ Հայաստանում իրենք ունեն գուցե լսարան, նկարում ես իրենց էջերը եւ տալիս ես թուրքական կայքերին, ոնց ես տենց բան անում։ Որևէ մեկ արձագանքեց ոչ, որովհետեւ անձամբ իրեն չէր վերաբերվում։ Հիմա ես քեզ մի քանի օրինակներ կբերեմ, դու կհասկանաս, որ մենք ոչ միայն անհատական, չգիտեմ, դրսևորումներում ենք լավ, նաև մասսայական, այսպես ասեմ։ Ապա։ Էսա կասեմ։ Ուրեմն 91 թվականին, մենք 94 թվականին լավ, 93, 94, արդեն հաղթանակի օրերին, համախմբվեցինք եւ հաղթեցինք։ Օրինակ է սա մեզ համար, թե չէ, որովհետև մենք անընդհատ վերում ենք վատ օրինակները ու մենք որոշում ենք, որ մենք պետք է մեզ բնովենք։ Հիմա հարց եմ տալի, 93-94 թվականի Արցախյան պատերազմում հավաքվեցինք ու կարողացանք հարցին լուծում տալ։ Այո։ Այո։
Բայց այդ կարծում ես միայն հանրության գործառույթներ։ Չէ։ Տես, երբ որ դու հասկանում ես, որ այն մարդիկ, ովքեր այնտեղ կանգնած իսկապես պայքարում են հայ հողի համար, մի տեսակ այդ քեզից բարձր հարթակում, այսպես ասենք, հա, դու ակամայից իր հետևից գնում ես, որովհետև սկսում ես իր թեզը առաջ տանել, սենց ասեմ, կոպիտ ասած։ Հիմա եթե դու կանգնած այստեղ հասկանում ես, որ դու խոսում ես հայրենիքի մասին, քեզնից պաշտոնով վերևում կանգնած մարդ առասարակ ասում է թարգեք ժողովուրդ, ինչ հայրենիք։ Հիմա դու հասկանում ես, որ դու չունես անելիք, դու մենակ մոլորված մնացել ես։ Մեր համախմբվելու եւ հարցին լուծում տալու մասին էր խոսքը։ Բայց հենց այդ ախի չենք համախմբվում, որովհետեւ վերևում մենք խնդիրներ չենք ունեցել։ Ունեցել ենք, բայց ուժեղ տղա կար 90-ականներին, այսօր չկա։ Չէ, բայց ուրիշ խնդիր ունեինք այն ժամանակ։ Այն ժամանակ օրինակ գաղափարախոսության եւ արժեքների խնդիր չունեինք։ Այն ժամանակ բոլորը մեկի տանը մի թեյնիկ այդ թեյը մի 10 հարևանով խմում էին։ Հա, բայց դրանից առաջ մենք էլի այդ խնդիրը այսօր 10 թեյնիկ թեյը մի հարևանի հետ չես խմում։ Բան չասի, Անուշիկ, բայց մենք դրանից առաջ ոնց որ Թումանյանն էր ասում, Իսահակյանն էր ասում, մենք էլի այս խնդիրները ունեցել էինք 90-ականներին 88 թվականից կարողացանք համախմբվել։ Սա նշանակում է, որ օրինակը կա, կարելի է վերցնել, պետք չի հորինել ինչ-որ բան։ Չէ, որ օրինակ կա միանշանակ, դե այտենց որ հետ գնանք, Տիգրան մեծի օրինակ ունենք։ Կարանք ի վերջո օրինակ վերցնենք եւ ընդունենք, որ մենք այդ մասշտաբների եւ արժեքների մարդ ենք։ Եւ Թումանյանի մասին ես ասում։ Հիշում ես, քանի հիշեցի ասեմ, հիշում ես ամսի 20-ին ինչ էի ասում, ասի մեր ֆուտբոլասերները մենք մեզ հանրապետական ստադիոնում վատ պահեցինք, մի քիչ համեմատած վրացիների, ու մենք չենք գիտակցում, որ մի քանի օր, 3 օր հետո մենք պետքա Վրաստանում նույն այդ ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինենք։ Տեսակ ինչ եղավ։ Տեսակ ինչ եղավ, սա պատասխաններն era, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ճիշտ է, մենք ավելի հյուրընկալ գտնվեցինք, քան վրացիները, բայց դա պատասխաններ են ամեն ինչեր, ինչ որ եղավ հանրապետական մարզադաշտում։ Ինչի համար են հայ երկրպագուները հարձակվում վրացիների վրա։ Դրա համար մի քանի անգամ, 100 անգամ ավել, իրանք էլ հարձակվեցին մեր վրա։ Մենք վերջը ուզում եմ հասկանամ, ինչ ենք անում։ Մենք ուղեղ ունենք, թե չէ։ Նայիր, ախր դու հիմա խոսում ես այդ մասին, ես բացեցի, որովհետև ծնողներից են ուղարկել, որ հետո չասեք հանկարծ։ Իդեպ, ես էլ ասեմ ու շարունակի։ Խնդրում եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստերին ոչ մի բան չասել։ Այս խնդրը շատ խորքային է, սա 3 մարզադաշտում գտնվող խնդրեմ չի։ Սա տարիների կուտակված խնդիր է։ Այո։ Հիմա տեսեք, մեր երկրորդ դասարանի դասագրքում պատմություններից մեկը, որի անունն է շաբաթվա իմ 7 օրերը։ Հեղինակ Ահմադրեզա Ահմադի։ Դա պարսիկ է։ Էս պարսիկ է։ Հաջորդը, երկրորդ դասարանի գրքի մասին ենք խոսում, գրողներին հիմա կասեմ մեր ում ունենք։ Երկրորդ գրողը Փիղն ու մրջյունները Տոնի Մարտուչի։ Այս ինչ-որ Տոնի Մարտուչի է գրել։ Չգիտեմ ով է։ Համարյա իտալացի է, հա։ Հա։ Ամբողջ գիրքը նկարազարդել է թուրք կենսագրությունը մոտս է 61 թվականին է ծնվել։ Ֆերիդուն Օրալը։ Իսա։ Ինչ էլ գեշանում է։ Հա, դե հիմա։ Ինչի վրա մենք ծիծաղել ենք այդ օրը, հիմա դու ես ասում։ Ծնվել է 1961 թվականին, այստեղ գրված է անգլերենով եմ դուրս բերել Վիկիպեդիայից կենսագրությունը, որ ինքը բազմաթիվ գրքեր է մանկական նկարազարդել եւ այլն։ Մենք Հայաստանում նկարազարդող չունեինք, լավ այս թուրքը գտնվեց։ Հարց դպրոցի տնօրենին կամ երկրորդ դասարանի աշակերտների մամաներին։ Իսկապես դուք համարում եք, ես գիտեք, քանի այստեղ հյուր եմ ունեցել մանկական գրքերի, լավա գիտես։ Մանկական գրքերի նկարազարդված այն մայրիկը, որը տանը նստած, որ ասաց, ես հասկացա, որ ինչ կուզեի գրել, ինչ հեքիաթ կուզեի գրել եւ ամբողջ գիրքը նկարազարդված էր, միասին արել էին մանկական շատ հետաքրքիր գիրք։ Եվ այստեղ մի օրինակ չի, ես բոլորի անունը չեմ կարող հիշել, ովքեր մեզ մոտ հյուր են եղել եւ խոսել են մանկական գրքերից եւ այլն։ Չէ։ Կհիշես դու։ Դեմբոն եւ ճիշտ է, երկու հերոսներ էին, մոտ անուններ ունեին ինչ որ։ Զեբրը եւ
Այո, այո։ Երեք Էդուարդը այդ գիրքը 2 ժամ էլ չտևեց, ինքը մինչև վերջ կարդաց ու իդեպ ես ոչինչ չէի ասել։ Եվ նկարազարդված էր, ճիշտ է։ Հիմա ուզում հասկանալ, ասենք, այդ ինչ է նկարազարդել օրալը, ասենք, այդ արտառոց, որ մենք լավա իրան գտանք ու այս մարդը այս փղիկը նկարեց։ Կամ այդ չգիտեմ ինչ արեց։ Որտեվ եթե ինքն է նկարազարդել տենց տիպ է, ուրեմն նշանակում է այս փղին ինքն է նկարել, հա։ Կամ տոնի մարտուչի, այսինքն մենք մրջունն ու ճպուրն ու մրջունը չունենք այդ ստեղծագործությունը, մեզ պետք էր անպայման փիղն ու մրջունը լիներ տոնի մարտուչի գրած։ Աստված են որ ասում է հասնի։ Կամ ժողովուրդ, իրականում աշխարհի բոլոր հեղինակներին կարելի է ճանաչել, այս մեկի անունը ինչ է։ Ահա, Ֆերիդուն Օրան, այնտեղ օրալ էր գրած, այդտեղ օրայա։ Ինքը ունի հաջորդ բանը, ստեղծագործությունը տարբեր, բայց նույնը։ Իմիջիալոց չեմ ուզում կարդամ, ինֆակտահար չեմ ուզում ձեզ անեմ առավոտյան, որովհետև սենց մարազմատիկ բան ես Դվերնագիրն էլ է ինքը մարազմատիկ տարբեր, բայց նույնն է։ Հա, չի տարբերում։ Հիմա մեր Թումանյանը չուներ օրինակ տես մի պատմություն, որ գարնանային մի ծաղկած առավոտ հովիվը սարից չգիտեմ ինչ արեց, բայց թուրք հեղինակը, այս ով որ նաև լավա անունը գրած է։ Հիմա չեմ ստում, որ ցույց տամ, հաստատ կֆիքսեք։ Ուզում եմ հասկանալ, օրինակ մենք չունենք, հա, ոչ տերյան, ոչ Թումանյան ասենք ասենք առաջ։ Որովհետև այն ինչ որ հիմա այստեղ այն ինչը որ սա կա, այս Թումանյանի պրոֆիլն է, շատ ընտիրուկ է։ Աթաբեկ Խնկոյան։ Աթաբեկ Խնկոյանը, իհարկե։ Ինչ ստեղծագործություններ ես դու հիշում դեռ դպրոցից Աթաբեկ Խնկոյանի։ Ուզում եմ հասկանալ, նայեք, երբ որ մենք խոսում ենք օտար ազգի հեղինակներից, ես միշտ ասել եմ, բոլորին պետք է ճանաչել։ Թուրք հեղինակներից հիմա այնքան ենք ասել եմ, Էլիֆ Շաֆակը թուրք հեղինակ, Օրհան Փամուկը, որը թե ինչեր է, ոնց է խոսում հայերի մասին իր ստեղծագործության մեջ։ Բայց մենք այդ հեղինակներին, գիտեք երբ էինք անցնում, նորմալ էր, երբ հասնում ճանաչում էինք մերոնց, 9-րդ, 10-րդ դասարանում մենք սկսում ենք ծանոթանալ օրինակ պարսիկ հայտնի, այո, ինչ-որ որոշ հեղինակների հետ։ Ինստիտուտի տարիներին դե առավել քան։ Որ ասում է Քավլիցի ճանաչեք աշխարհի բոլոր գրողներին, այլ որ ճանաչեիք, ու ճիշտ է ճանաչել։ Շատ լավ կլիներ մեր օրը հիմա իմիջիայլոց։ Բայց ես ուզում եմ հասկանալ, ախր ոնց ասեմ, երբ որ երեխան ծնվում է, որ մամային, պապային չճանաչի, շատ կարևոր է, որ հարևաններին իմանա ով է։ Բայց մի հատ տնեցիկին չճանաչի, օրինակ տատը, պապը ով է, հերը, մերը, քուր, աղբեր, հետո անցնենք հարևաններին, որ բարևենք, եթե տեսնենք։ Նույն համեմատականն է, որովհետև այնքան ենք արդեն ասել, ավելի պրոզայիկ չեմ կարողանում արտահայտվել։ Ժողովուրդ, այսինքն մենք Աթաբեկ Խնկոյանից էլ բան չունեինք երկրորդ դասարանի գրքում դնելու, Տերյանից չունեինք, Թումանյանից չունեինք, մենք Սասունցի Դավիթ չունենք դնելու, մենք պիտի օրալ, չգիտեմ ինչին բերենք, որ համ մեր գիրքը նկարազարդի կամ էլ բան անի, իր ստեղծագործությունը լինի մեր գրքերում։ Թող այդ մարդիկ Իրանը ճանաչեն, այս սենց են էլի խեղաթյուրում, ձեզ թվում է ոնց են խեղաթյուրում։ Հիմա պետք է կանգնեք ասեք, Ատոմ Մխիթարյանը, որ ինձ հյուր է եղել կրթության փորձագետը, կոտորվեց ասելով, բացատրելով, այնքան էլ կիրթ ու գեղեցիկ է խոսում, հաճույք է ստանում այդ մարդուն լսելիս, որևէ մեկը չեք ուզում ուշադրություն դարձնել։ Հետո էլ ասում եք օտարամոլ ենք, բա օտարամոլ եք, բա այլ օտարամոլությունը ոնց է լինում։ Եթե երկրորդ դասարանի գրքում հետո կանգնում եք ասում եք այնքան լավ, ասում են մանկապարտեզներ կան, ասում են, «Ոայ ինձ լավ ծրագիր է, ինչի եք տենց ասում»։ Մենակ են, որ երկրորդ դասարանի երեխան թուրք հեղինակին պիտի ճանաչի, բայց ոչ հայ հեղինակին, արդեն դրա մեջ լավ բան ես չեմ տեսնում։ Ստե հարցը թուրք հեղինակին ճանաչելը չի, հարցն է, որ այդ ընթացքում հայ հեղինակները, ովքեր որ պետքա երկրորդ դասարանում գան այցի երեխաներին։ Կամ ժամանակակից հայ ստեղծագործող չունենք, եթե տենց ուզում են։ Իբր ունեց բաներին, այն դասականներին սերտել եք, արդեն երկրորդ դասարանի երեխեն արդեն ճանաչել ով է, մենք ոնց ստացվեց, որ
մեր բոլոր գրողներից որևէ մեկին չունեինք առակ, արցակ, բանաստեղծություն տեղադրեին երկրորդ դասարանի գրքերի մեջ, որ որոշել եք անդրադառնալ թուրքերին կամ ասենք հիմա այս պահին ժամանակակից հետաքրքիր հեքիաթագիրներ ունենք, ես մի քանիսը հյուրընկալել ենք։ Ծանոթ եմ։ Արմինեն, որի գրքի մասին խոսել ենք, իր հետ անգամ այն մարդկանց մասին չի որ մենք հյուրընկալել ենք։ Ես ճանաչում եմ լուրջ հեքիաթների միջայլոց գրել այդ կինը, որի գիրքը, ասում եմ, օբյեկտիվ խոսք, այնքան խորն էր այդ կինը, որ ես հասկացա, որ ես, այսինքն, հեքիաթի կարևորության ու բովանդակության, ինքը ինչ դեր ունի երեխայի կյանքում, մենք այս մակարդակի զրույց ենք ունեցել հեքիաթագիր այդ կնոջ հետ, որի գիրքն էլ իմիջիայլոց առիթ եմ ունեցել տաղավարից էլ ներկայացնել, ինչքան գիտեմ մրցանակել էր շահել, եթե կհիշես այդ կապակցությամբ էր ինքը մեզ հյուրի եղել։ Լավ, ինչի մեր այս հաղթողներին, հաղթածներին, տաղանդավորներին, որ գոնե թե մենք ճանաչում ենք մենք երիտասարդ ժամանակակից ստեղծագործողներին, այդ բոլորը տեղ չեն գտնում մեր դասագրքերում, մեր դասականները տեղ չեն գտնում մեր դասագրքերում։ Օրինակ որոշում ենք փղի ու մրջյունի պատմությունը դնել, բայց մեր հայտնի ճպուրն ու մրջյունը մենք այդ չենք դնում, որովհետև այդ մի տեսակ լավը չի։ Ինչով լավը չի։ Սասունցի Դավիթը ինչով լավը չի։ Սա ոչ թե Սասունցի Դավիթը ով որ ասի լավը չի, ինքը պետքա Հայկ ու բել չկա դնելու, հա, ոչ մի բան չկա դնելու։ Լսեք, դες գժվել կարելի է, լավ, ինչքան կարելի է այս մասին խոսել։ Դուք հասկանում եք, որ անգամ մանկավարժը եւ դպրոցի տնօրենը, լավ, եթե մանկավարժը համարձակություն չունի ասելու կամ մտածում է գլուխ չունեմ։ Ծնողներ, դուք ինչ եք մտածում։ Դուք ձեր դասականներին չեք ուզում, որ ձեր երեխեքը ճանաչեն։ Հետո էլ ասում եք երկիրը ոնց է քանդվում, գիտեք ոնց է քանդվում, որ ձեր երկրորդ դասարանի երեխան ճանաչում է թուրք հեղինակի, բայց ոչ հայ հեղինակի։ Երկիրը տենց է քանդվում։ Արշավ է սկսվել մշակույթի դեմ, ուրիշ ոչ իմանալով։ Մշակույթի դեմ էլ, կրթության դեմ էլ։ Կոտորվեցին այդ մարդիկ մշակույթի նախարարության դիմաց էլ բոյկոտներ էլ, չէ՞ արդեն այս 6 տարիա բոյկոտից բացի ուրիշ բան չենք էլ անում իրականում։ Այն որ տենց ամեն ինչ միացրեցին, տենց սարքեցին, տենց չգիտես ինչ։ Մշակույթի նախարարություն ունեինք, սպորտի նախարարություն ունեինք, կրթության նախարարություն ունեինք, ամեն մեկը առանձին իր գործառույթներ իրականացնում, գիտեիր ում հետ հիմա ինչ, իբր որ միացրել եք, տենց ամեն ինչ շատ լավ է, հա։ Եվ իրականում եկեք հասկանանք, մենք այս նոր համակարգով սովորում ենք ոչ թե մինչև 10-րդ դասարան, մինչև 12-րդ դասարան, ճիշտ է։ Ամբողջ կյանքում ես ինչ այդ համակարգը մտել եմ, իսկ այդ համակարգը մտել եմ, եթե չեմ սխալվում 2010-ից, չէ, Բոլոնյան համակարգը, որ փոխվեց։ 10-րդ դասարանը դարձավ 11, հետո 12։ Ես ընդհանրապես չեմ ընդունում այդ համակարգը, դա իմ համար աբսուրդ է։ Գիտես ինչի չես ընդունում, որովհետև բազմիցս տարիների վեր մենք լսել ենք հետևյալը. ծրագիր չկա, այս երեխեքը 2 տարի պարապ-սարապ ման են գալիս, ծնողներն ասում են, լավ, գոնե կտանք ինստիտուտի պարապելուն, այդ 2 տարին Քանի որ դպրոցում ծրագիր էլ չկա, գոնե կզբաղվեն իրենց ընդունելությամբ։ Բայց ես կարող եմ ասեմ, դա չի ամենատար։ Երիտասարդ ուսանողը նոր ավարտած, հենց հիմա մեր մոտ տաղավար կադրից են կողմ նստած է, հաստատ այդ համակարգով է սովորել ու ավարտել։ Այն որ ասում որ կան չենք գա, մի երկու բան կասի հաստատ։ Բայց ես ասեմ հետևյալը. շատ եք ուզում, որ տենց աշխարհի հեղինակներին ճանաչեն։ Ընտիր։ Ես ձեզնից շատ եմ ուզում։ Ոնց է ստացվում, որ չեք ուզում, որ մինչև 10-րդ դասարան մեր երեխեքը ծնողներ, հիմա ձեզ եմ ասում, որովհետև դպրոցներին ասելու բան չկա, անցանք առաջ, ոչ էլ մանկավարժներին եմ ասում։ Ծնողներ, ձեզ եմ ասում։ Դուք այնքան չեք անհանգստանում, որ ձեր երեխեքը երկրորդ դասարանում չպիտի ճանաչեն բացառապես, չկա այնտեղ օրինակ բացառություն, բացառապես պիտի ճանաչեն ձեր հայ հեղինակներին, որովհետև դուք համաշխարհային մակարդակի դասականներ ունենք մենք։ Այդ շատ լուրջ մակարդակ է, որ պետք է ձեր երեխեքը այդ մակարդակով սովորեն։ Ու այդ մենք չենք ասում, այդ աշխարհն է ասում։ Այդ աշխարհն է ասում։ Հետո այն 10-րդ դասարանը, որ ավարտում են ու իբր ծրագիր չկա, այդ չկա։ Բայց կարելի է ստեղծել, եթե չկա էլ։ Խնդրեմ, 2 տարի ձեզ նվեր այդ երեխեքը թող ճանաչեն աշխարհի բոլոր ստեղծագործողներին։ Էլ գիրք հանձնարարեք, էլ պիես հանձնարարեք, էլ պարսկական բանաստեղծություններ ու, չգիտեմ, պիեսներ հանձնարարեք, թող գան, կարդան, ձեզ հետ քննարկեն։ Ես այն ժամանակ գոռում էի, ասում էի, 2 տարիների ընթացքում երեխեքին հնարավորություն տվեք, Թատերական ինստիտուտի մագիստրատները անվճար թող գան, անվճար է, թող գան ռեժիսորները եւ դերասանական ավարտածները ձեր երեխեքի հետ զբաղվեն, ներկայացումներ դնեն։ Տարվա մեջ 2 հատ, շատ չէի ասում։ Տարվա մեջ 2 հատ ներկայացում դնեն, մագիստրանտները գան ձեզ հետ աշխատեն խոսքի վարպետության վրա, ձեր երեխեքը կսովորեն
Սիրուն խոսել, գեղեցիկ արտահայտել մտքերը, իմանալ ինչ է նշանակում ճիշտ ձայն, հստակ խոսքի կուլտուրա, հայկական շեշտադրումներ։ Ռեժիսորները թող գային իրենց պրակտիկան անցնեին, ասեին մենք եկել ենք բեմադրություն անենք, այդ ընթացքում կճանաչեին տարբեր ստեղծագործողների, սկսած ժամանակակիցներից, դասականներից, առիթ կունենային թիմային մի բան անել, որովհետև ամբողջ դասարանով մի ներկայացման վրա կաշխատեին։ Միասին էլ ավելի կհամախմբվեին, արվեստի մեջ կլինեին մի քիչ, որովհետև անկախ ձեր ընտրած մասնագիտությունից, արվեստի մեջ չեղաք վերջ, ոչ մի գեղեցկություն ու հետաքրքրություն չի լինելու ձեր ներսում, որպես երիտասարդի։ Եվ այդ երեխեքը կհասկանային ինչ է նշանակում թիմային աշխատանք, որի խնդիրը մենք այսօր ունենք, ոնց որ Դավիթը ֆուտբոլի մասին էր բարձրաձայնում։ Ես իմիջիայլոց այդ ծրագիրը, եթե կարելի է սենց ասել, 2018 թվականին ամենայն ազնվությամբ ներկայացրել եմ կրթության նախարարություն։ Ես էլ դրա մեջ առաջարկում եմ, որտեղ ես այդ ժամանակ մագիստրանտ էի։ Ինչ եք կարծում, այն բանը, որ ասեց է, դիմում գրեք, որ ձեր դիմումը կորել է։ Նենց անհետացավ այդ ծրագիրը, որ իզու թոզով չէիր կարող ապացուցեիր, որ դու տենց ծրագիր ես ներկայացրել։ Չնայած այդ ծրագիրը մինչև այսօր համակարգչից մեջ կա։ Հիմա իրականում մենք սրան տենց անտարբեր ենք, մենք չենք ուզում 9-րդ, 10-րդ, 11, 12-րդ դասարաններում տալ հնարավորություն մեր երեխեքին ճանաչելու օտար ազգի լավագույն ստեղծագործողներին, որի հետ առաջինը ես եմ համաձայն։ Բայց գոնե այն միջև 10-րդ դասարանը ու հատկապես առաջին, երկրորդ, դու հասկանում ես, այն գոնե միջև 4-րդ, 5-րդ դասարանը, այս երեխեքը ճանաչեն բացառապես մեր դասականներին, մեր էպոսը ճանաչեն եւ այլն։ Հələ էպոսը չասեմ, ես ասնածռերը չասեմ, մենակ Սասունցի Դավիթը։ Որտեվ Սասնածռերը պարզ է, որ մի քիչ ավելի բարդ է, այդ մի քիչ բարձր դասարանում կարող եք անցնել։ Ինչի՞ մեր այդ Աթաբեկ Խնկոյանը չկա, մեր Արցախն ու Առակները չկան։ Բայց կան թուրք եւ պարսիկ հեղինակներ։ Ասեմ ինչի չկան։ Ես ոչ չեմ ասում թող չճանաչեն, բայց այդ տարիքում ասեմ ինչի չկան։ Օրինակը բերում եմ ֆուտբոլով։ Սուրճ բան չեմ խոսելու ես։ Հայաստանում գտնվող բոլոր ակումբներում, բոլոր բացառապես անուններ չտամ։ Փյունիկ կլինի, Արարատ կլինի եւ այլն, որ հասկանաս ակումբը որն է, ակումբային մակարդակում։ Հայ ֆուտբոլիստները գրեթե տեղ չունեն։ Մենք Հայաստանի Հանրապետությունում մեծացած երեխաներին չենք աճեցնում մենք որպես մեծ ֆուտբոլիստներ, մենք աֆրիկական բոլոր պետություններից, բոլոր գույների տղերքին, ես իհարկե ռասիստ չեմ, բայց պետք է ասեմ, էլի, ամբողջ Հայաստանի հավաբանը առաջնությունում սև տղեկ են խաղում։ Բա մեր ֆուտբոլիստները որտեղ պետք է խաղան, եթե իրանք տեղ չունեն մեր ակումբներում, եթե իրանք տեղ չունեն ռուսական ակումբներում, եվրոպական ակումբներում։ Ակումբում են խաղում, քանի անուն քեզ ասենք հիմա, հայ։ Չէ, մերոնք երբ որ գնում են ուրիշ ակումբներում են խաղում, սա արդեն ուրիշ բան է, իրանք գնում են բարձրակարգ ակումբներ։ Խոսքը գնում է Հայաստանի առաջնության մասին։ Մեր ակումբներում ինչի՞ չեն մեր երեխաները մեծանում եւ մեր ակումբներում խաղում։ Վայ։ Որովհետեւ սա բիզնես է։ Ինչի՞ ես գալիս մեր օտարամոլությանը փորձում ես վնասել, Դավիթ։ Ֆուտբոլը Հայաստանի Հանրապետությունում ակումբային մակարդակում Ես լուրջ եմ ասում, սևամորտի խաղն է Հայաստանի Հանրապետությունում։ Դու գնում ես հայկական ակումբները եւ 70-80% ֆուտբոլիստները սև են։ Ասում ներողություն եմ խնդրում։ Էլի խնդիր չունեմ ես։ Չնայած որ ես ֆուտբոլ չեմ սիրում, բայց չեմ զարմանում։ Ես չեմ զարմանում, որ հիմա այդպես է, որովհետեւ համատարած է այդպես։ Իսկ թե հայ ֆուտբոլիստները բարձրակարգի ակումբներում են խաղում, դա նորմալ է, դա այդպես էլ պետք է։ Այդ ոնց եղավ, որ բանվորին, հայ բանվորին 10000 դրամ չէին վճարում, բայց հնդիկին վճարեցին։ Այդ ոնց եղավ։ Այսպես։ Որովհետև հնդիկին վճարում են, գնում են գլխին կանգնում են, մեկը չեն կարող գործարել տալ։ Իսկ հայ բանվորին եթե մենք վճարեին, ոչ մեկը կարծում դեղում մեջից գործի վերջում գնային, գործը ընդունենք, վերջ։ Եվ իրականում, չնայած որ ես իմ անուշ Հայաստանի տաղավարում մենք Դավիթի հետ էլի առիթ կունենանք, շատ ավելի դասակարգված հստակ որոշելու ինչին ենք ուզում անդրադառնալ, բայց քանի որ մեր խնդիրները անընդհատ նույնն են ու շատ, չի փոփոխվում, ես իրականում այն ինչ որ տեղի ունենում Բուսաբանական այգում, մի բան էլ ասեմ, խայտառակություն։ Գիտես, քաղաքի կեսը հիմա երազում է այնտեղ բնակարան ունենա։ Որովհետև մի երազեք բնակարան ունենալ, որովհետև մոտավորապես քառակուսի մետրը $6000 էժան չի լինելու։ Բայց անցնեմ առաջ։ Հիմա ինչն է հետաքրքիր, ռուս դաշնությամբ Ռուսաստանի դաշնության քաղաքացին ապշահար
Այո, ես տեսա քո նկարում է Երևանում կտրված ծառերի բները, այսքան է ժողովուրդ։ Հետո նկարում է Սակուրայի բանը։ Վրան էլ բանով փակցված է, որ ինքը Սակուրայի է լինելու վարդագույն, այսքան, իմ բոյին։ Ես էլ տեն շատ բոյով չեմ, ժողովուրդ ջան, չխաբվեք հեռուստատեսությանը եւ մարդը ասում է ծառի նշանակությունը առհասարակ քաղաքի կենտրոնում եւ ոչ։ Թե ինչ կարգի ծառեր են հատվել բուսաբանականում, այդ չափը բոյը չասեմ, բուսաբանականում, կարող է որ մեկը չի հասկանում ինչ է նշանակում բուսաբանական։ Որը հենց այդ ղեկավարներից էլ մեկ են լրագրողին, որ հարցազրույց է, այն որ ասում է, հրաշք Մոսկվան ինձ կնքեց, ուրեմն ես այդքան չեմ հասկանում։ Այո, ուրեմն դու այդքան չես հասկանում։ Որովհետև եթե մի քիչ հասկանայիր, դու տենց բացահայտ տենց խրախճանքի մեջ այդ հպարտությամբ չէիր խոսի այն մասին, որ 30 ծառը հատել են ու լավ են արել, որ հատել են բուսաբանականում։ Հետո ժողովուրդ ջան, այդ բուսաբանականը մեջն է։ Հիմա էլի մի նստեք, ասեք, դե մենք ինչ գործ ունենք։ Գիտեք ինչ գործ ունենք, որտեղ հենց ձերն է։ Ձերը ձեր երեխեքին է, ոչ մեկինը չի։ Այդ հենց դուք կարաք գործ ունենաք այդտեղ։ Բայց մենք դրա համար անտարբեր ենք։ Հեսա հիմքը կգցեն շենքի, կասեք, վայ, բայց ճիշտ էին ասում, փաստորեն մի տարի առաջ։ Հետո պետք է հասկանանք, որ բուսաբանական այգի նշանակում է չկրկնվող էնդեմիկ ծառատեսակներով հագեցած մի այգի, եւ որ ոչ միայն ծառատեսակներով, նաեւ բուսականությամբ, որտեղ որ մարդիկ պետք է գնան խնամքով վերաբերվեն այդ ամեն ինչին, պետությունը պետք է վերահսկի, որ դա լինի քաղաքի ամենագեղեցիկ այգին, հիմա կասեն Վրաստանից խոսած, գնացել եք Վրաստանի բուսաբանական, խնդրում եմ մի հատ գնացեք։ Իդեալական ռիլեր անելու եւ համացանցում դա գեղեցկություն է ուղղակի հրաշալիք է։ Մեզ մոտ գնում ենք բուսաբանական այգի, ինչ ասես տեսնում ենք, սկսած Զիբիլից։ Այո, եւ իմիջայլոց այս վերջերս էլի որ խոսում էին այն մասին, որ կենթանիներին իբր տարել են ստերջացման, պարզվում է տարել են, թունավորել են, ոչ մի բան էլ չեն արել այդ շներին, որ ուղղակի մեռն են այդ շները։ Իմիջայլոց ես դա բացահայտեցի, երբ սկսվեցին այդ հայտնի իրադարձությունները Մոսկվայում, Ռուսաստանում եւ շատ քաղաքացիներ Ռուսաստանի այստեղ էին, ինչ էր կատարվում։ Իրանք եկել էին օտար երկիր, փախել էին։ Մաքրում էին մեր երկիրը։ Բացի մաքրելը, տուն չունեին, վարձով եսին որտեղ ապրում էին։ Օդից կախված վիճակ, չէ՞, մարդու մոտ փախստականի վիճակը ոնց պիտի լինի պատերազմական երկրում։ Գիտեք ինչ էին անում։ Գնում էին այս բաների տեղերը կենթանիների, ասում էին շուն ունեք, կատու, որթե գրենք, անվճար։ Գալիս էին, ես եմ, այդ իմ աչքով ականջով տեսածը մի 100 անգամ գալիս էին, որովհետև ես իմ շունիկին երբ որ տանում էի, տեսնում էի, գալիս էին կլինիկաներ կենթանիների, հարցնում էին, ասում էին դուք կարող եք իմանալ որտեղ են այստեղ այդ կառույցները, ես որտեղից կարող եմ, կամ եթե դուք ունեք շուն կամ կատու որթե գրեմ, դրսից գնում են գտնում էին, եթե տեսնում էին հանկարծ անտեր շուն կա, ու մտածում էին եթե հաստատ անտերա տեր չունի, վերցնենք տանենք պահենք։ Այդ անումա Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը պատերազմից փախել է։ Դուք շանը կապում եք ավտոյից, քաշ եք տալիս։ Պատերազմից փախել չասենք, պատերազմի հետ համաձայն չի։ Համաձայն չի, կամ էլ տենց ասենք։ Ինչ որ բոմբիկներ եք դնում ականջին ու բերանին տրաքացնում եք։ Երեխայի հետ գնում եք ձեր տղայի հետ, սենց ձեր բռնած գնում եք կացինով, Որսիա գնացել մարդ։ Բանա։ Դուք տեսնում եք տարբերությունը ինչ է։ Այդ տենց անհավանական, ոչ թե անտարբեր եք, որ անտարբեր լինեք, օրինակ անցնեք, ուշադրություն չդարձնեք, որ սովածական լավ, բայց դուք հատուկ գնում եք տեսնեք որտեղ է շունը ընկած, գնաք ոտով մի հատ տենց խփեք նոր անցնեք։ Ու չմտածելով, որ հաջորդ անցորդին այդ շունը կծելու է։ Հա, հետո դասեմ վայ էս ինչի կծեց, արի ասա որ դրանից առաջ մի դեգեներատ, այս շանը ծեծում էր նոր։ Ես այնքան հպարտ եմ, ես եւ Նոնան որպես ծնողներ կարողացել ենք հասնել նրան, որ մեր տղան ցանկացած կենթանի տեսնում է, ինքը մոտիկ է գնում, մանավանդ շուն, ինքը ուզում է գրկի խաղահետը, պաչի, անգամ ես ջղայնանում եմ ասում, դե լավ փողոցի շունը, ասենք կեղտ ուտավ եւ այլն, մի արա դե բերանով մի կպի եւ այլն։ Այսինքն մենք ամենակարևորը հասել ենք նրան, որը երեխեն կենթանասեր է։ Սա շատ կարևոր ֆակտոր է։ Դուք երեխու հոգեբանությունը առողջ մեծացրել եք։ Դրա համար անգամ փոքրիկ շունը, երբ զբոսնում ես, մեր հայ երեխաները գալիս են սկսում են պոչից քաշ քշել,
Ռուսի երեխան, այնքան տարօրինակ է, ես իմ հետ իմ գլխով անցածն եմ ասում ժողովուրդ։ Ռուսի երեխան գալիս է կանգնում այնց ռուսերեն ասում է կարելի է գլադից անեմ։ Ասում եմ իհարկե, ու ձևն էլ գիտի ոնց սիրի, որովհետև որ խնդիր չառաջան, հա, չկծի շուն օրինակ։ Ու երբ որ մոտենում է շանը, մայրը այնտեղից ասում է զգուշ մոտեցի, հանկարծ չցավացնես, մայրը այնտեղից ու չէ ասում հանկարծ վայ մի սիրի, ասում է հանկարծ չցավեցնես։ Այս մեր տարբերությունն է ժողովուրդ։ Եվ այս երեխեքի դաստիարակությունն ու կրթությունը մեր ձեռքում է։ Այդ երեխեքը օդից, խոտից չեն սովորելու։ Ծնողին տեսնում ես դրսում ոնց է ինքը վերաբերվում, նույնն էլ իր երեխան է։ Եվ եթե իրականում մենք կարողանայինք ընկալել ու հասկանալ, այս բոլոր խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, դետալային է թե ոչ, կենցաղային է թե ոչ, եթե դուք մենակ կարողանայիք հասկանալ, թե այս ամեն ինչին ուշադրություն դարձնելը ինչքան կարևոր է մեր ապագայի եւ մեր ստեղծված իրականության համար, էլ չգիտենք ոնց բացատրենք։ Եթե միայն կարողանայիք հասկանալ։ Եվ վերջը հանձնվելը կյանքում ամենամեծ մեղքերից անտարբերությանը հավասար մեղք է ինձ համար չպետք է մենք հանձնվենք եւ ֆուտբոլային առումով եւ սահմանային առումով պատերազմական մեր կյանքում պետք է լինեն հաղթանակներ, որովհետեւ իրականում մենք լավն ենք, մենք ուժեղ ենք, մենք խնդիրներ ունենք, որ պետք է մնանք եւ այդ խնդիրները լուծենք։ Այստեղից գնալով, փախչելով, հանձնվելով, գլուխ կախելով մեր խնդիրները ավելի են խորանալու եւ մեր խնդիրները Հայաստանից գնալով չեն պակասելու, այլ ավելանալու։ Ես խնդրում եմ, հանձնվելը ո՞րն է։ Ծնողդ որ հիվանդանում է, երբ որ անգամ բժիշկն ասում է, գիտեք ինչ հույս չկա, դու չես հանձնվում, դու, չէ՞, որոշում ես մեկ է պայքարել։ Իրավունք չունես, դու անկախ դրանից քեզ ինչ են ասել, այսինքն դա էլի հանձնվում է։ Նա հրաշքներ լինում են մեր կյանքում, հրաշքներ, շատ, երբ որ դու ուզում ես եւ շատ այդ ուղղությամբ աշխատում ես, հրաշքներ եւ տարօրինակ լավ բաներ լինում են, դրա համար եկեք միայն թե հավատանք։ Այո, եկեք հավատանք, մենք մեր բոլոր հաղթանակներին խնդրում եմ ես ձեզ։ Շարունակվում է կենտրոնի առավոտացվելի հեռուստադիտողներ, ինչ ենք անում մենք հիմա, Խոհանոց երևի շուտ է, չէ՞ գնանք։ Խոհանոց շուտ է գնալ, մենք հետաքրքիր նորություններ ունենք, որոնց ուզում եմ անդրադառնալ, օրինակ Ալեքսիս Օհանյանն իր հավաքածուի համար ձեռք է բերել թորի մուրճը։ Ես ինչ չգիտեմ, բայց հիմա միասին կբացահայտենք։ Օհանյանը աճուրդում գնել է Քրիս Հեմսվորթի խորհրդանշական մուրճը եւ հպարտությամբ այն ավելացրել է իր On Mental հավաքածում։ Օհանյանը եւ նրա կինը Սերենա Ուիլյամսը Marvel-ի, նայեմ էլի, ֆիլմերի մեծ երկրպագուներ են, նրանք ոչ միայն կիսում են սերը ֆիլմաշարի նկատմամբ, այլև մրցում են իրենց սիրելի հերոսների մասին դետալների խաղերում։ Հիմա այդ ինչ մուրճ է, չգիտեմ, դուք իմանաս։ Դե եթե ես չեմ սխալվում, ֆիլմ կա, ֆիլմ։ Հենա մուրճը տեսա։ Ֆանտաստիկ։ Գիտա ֆանտաստիկա ինչը նման մի խոսքով երևի ֆիլմի աքսեսուարներից է, էլի։ Բայց տես օրինակ այստեղ մի շատ հետաքրքիր նորություն կա, երևի մեր կառավարությունը ուզում է հետևել այս օրինակին, որովհետև այնտեղ փոքրիկ այգիներ կան աշխարհում, այսքան փոքրիկ այգիներ կան, որ աշխարհը մրա փոքր այգի են ճանաչվում, բան, հիմա մեր այգիները վարի են տալիս, որպեսզի սս փոքրիկ կոմպակտ ամեն մեկիս համար։ Ամեն մեկիս համար էլ չէ, անգամ մեր երեխաների համար դա փոքր է այդ այգիները, բայց դե երևի թե այդ օրինակին ենք ուզում հետևել։ Չնայած տարածքը կազմում է ընդամենը 24 քառակուսի սանտիմետր, նստատեղի վրա կա մի աթոռակ, որը պատրաստված է փայտից, որի շուրջը փոքրիկ թուփ է։ Հա, հենա։ Աշխարհի նախորդ պաշտոնական ամենափոքր այգին եղել է Պորտլենդում գտնվող Mill Edge պարկը, որը ոգեշնչվել է ճապոնացի մրցակցին պաշտոնապես նվաճել տիտղոսը Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Գինեսի կոչման արժանանալու համար Շիզոուկայի պաշտոնյաները հրավիրել են վկայագրված գեոդեզիստի այգին չափելու համար։ Լավ, հիմա չեն ասում օրինակ կառավարությունները, ասեն ձեր բռի մեջ մի այսքան այգի պատրաստեք, տենց մանեք։ Ես էի ուզում ասել, ուզում ենք մաքուր օդ ունենա, պետք է մենք ամեն մեկս մեր անձնական ձեռքի գրպանի այգին ունենանք։ Իսկ շատ լավ է, իմիջիայլոց եթե ուզում ենք ամեն մեկս մեր այգին ունենանք ու մեր մաքուր օդը, որովհետև հասկացել ենք, չէ, իրականում պետք է անել հետևյալը, ինչ որ մենք ճիշտ հակառակն ենք անում, այն որ բոլոր մարզերից եկել են Երևան, մենակ թե տաքսի վարեն եւ իրականում քաղաքն էլ չեն ճանաչում, փոխարենը չեն հասկացել, որ այսօր շատ հայտնի եւ հարուստ մարդիկ հասկացել են,
որ իրական կյանքը դա բնության մեջ է եւ հասկացել են, որ պետք է տեղափոխվել ծայրամաս, որպեսզի մաքուր օդի մեջ սեփական այգով, ծառերով եւ խոտով տարածք ունենան, որ առավոտյան վեր կենան, տեսնեն ծիտիկը ծլվելում է, օրինակ սկյուրիկն էլ ծառի տակ ման է գալիս։ Ես առաջարկում եմ սեփական փոքր այգին սեփական դրախտը, ինչպես ասում են։ Սեփական ծիտիկը եւ սեփական սկյուրիկը այդ փոքր այգում Ինձ թվում է, ես տանից դուրս չէի գա, աշխատանք էլ չէի գնա, եթե ես իմանայի, որ պիտի դուրս գամ այգի, այնտեղ սկյուրիկը գա, ես իրեն կերակրեմ, հետո ծիտիկները, հետո ծառերը ծաղկեն գարնանը, սակուրաներ չէ, ուրիշ ծառեր, ծիրանի ծառ։ Միացյալ Նահանգները մի հրաշալի կողմ ունի ինձ համար, թե ոնց են վերաբերվում կենդանիներին, թե ինչքան կենդանիներ կան քաղաքում, երեկոյան դուրս են գալիս, ամենատարբեր կենդանիները, մանավանդ սկյուրների մասին, Նյու Յորքում դա գեղեցկություն է։ Չէ, դե մենք Անգլիայում կերակրում էինք եւ ամենահետաքրքիր իմիջիայլոց հիմա այս մեր տարածքում կան սկյուրներ, ես իրենց երբեք չեմ կարող մոտենալ, որովհետեւ իրենք փախչում են ուղակի։ Փախեցած է։ Երևի, որովհետև բռնում ուտում են երևի, դե վայրենի ենք մենք, չգիտեմ, ման են գալիս առավոտյան են սուրճ խմելուց տեն մենք սկյուրիկը վազում է ծառի վրա, գնում բռնեն ուտեն։ Հա, սուրճի հետ համեր։ Կամ էտա ծառերը հատեցին իմիջայլոց հենց այս տարածքում, տեղը նորակառուցեցին։ Բայց այնտեղի սկյուրներին գնում ես ինքն է վազելով գալիս քո մոտ, մի բան էլ նայում ես այն բռիտ մեջ բան չկա ուտելու։ Այդ դատարկ ձեռքով ես եկել իմ մոտենում են ուտում են, նկարել գցել էի։ Եվ չեն էլ փախչում քեզնից, շատ հանգիստ մոտենում են եւ բոլորին են մոտենում։ Այդ ըստ երևույթին նաեւ են որ մենք զարմանում ենք, ասում ենք վերաբերմունքից է։ Այն օրը Աբովյան փողոցում տեսել եմ մի մարդ, ով այսպես ցորեն էր շախ տալիս աղունիկների համար։ Դե զարմացած նայում եմ, ասում եմ, վայ, այսպես մարդիկ էլ կան մեր իրականության մեջ, դες գալիս են կերակրում են իմիջայլոց։ Աղունիկ էլ կա Հայաստանում։ Հա, աղունիկ էլ կա, չեն կերել դեռ։ Գիտեք, ես ասեմ, այս ծառահատումների ֆոնին նաեւ մենք կենթանական աշխարհն ենք վարի տալիս, հեն ուժ բառ չկա, այդտեղ վարի տալ բառը պետք է վաղ։ Չէ, բայց փոխարենը ինչ են անում։ Ասում եմ, մեծ այնց թրենդային է դարձել, ոչ միայն կրթությունն է նորաձև։ Հիմա պարզվում է կառավարությունից ով գնում է աշխատանքի, իր սեփական SMM շիկով է գնում, որովհետև պիտի նկարեն ինքը ոնց եկավ, ոնց դուռը բացեց, թիկնապահները ոնց անցան, ինքն եկավ։ Հոլիվուդյան ֆիլմում եք նկարահանվում, տենց այդ բանի տարերքի մեջ եք։ Էդ ինչ մի տենց մտով գործ եք անում։ Իբրն ես մի լավ գործ ենք անում, մի բան էլ նկարում ենք, գցում ենք, որ եկանք, մտանք գործի դուռը բացեցինք, հետևից ինչ որ մարդիկ եկան, քամին փչեց, մազերը այսպես սենց գնաց, ինչ որ երաժշտության տակ, վայ, մենք գնում ենք աշխատանքի, մենք էլ ենք գնում ամեն օր աշխատանքի, ձեզնից ավելի շուտ իմիջայլոց։ Ու ձեզնից ավելի հայանպաստ գործ ենք անում, մեկը չեղավ, մեզ տենց գար նկարեր, տենց հովերով, զովերով գցեր ինտերնետ։ Որովհետև մենք այդքան գումար չունենք, որ Հա, բայց դա չէ, ով պատահի, արդեն էլ կապ չունի, ով ես, ինչ ես աշխատում, ով պատահի տենց սկսվում է բանեն լուրջ երաժշտության տակ եկավ։ Ուրա ինչ անում, աշխատանքի է գնում։ Ես զարմանում եմ, դերասանական արվեստը այդքան գայթակղիչ է, որ բոլորը դարձել են բանը, այդ մի մոռացիր, Դավիթ ջան, դերասանների մեծ մասը ընդեղ են։ Բա իհարկե, ասում մարդիկ իրաց մասնագիտությամբ են զբաղվում հիմա ուղիղ։ Մոռացել ես ով ինչ էր խաղում, նկարվում, անում մի ժամանակ, ինչ ես մոռացել, ինտերնետը չի մոռացել, ասում դու մոռացել ես, բան YouTube-ը չի մոռացել։ Գնանք խոհանոց։ Ես քաղցրացա։ Այո, գնա։ Հենց ասած ցավոտ թեմաներից ենք խոսում, Դավիթը սոված անում է։ Այո։ Տակնու վրա է բռնում։ Այ իրականում, այո, պարզապես երբ գործ ես անում, իսկապես ուղեղը զբաղված է այդ գործով, հիմա 100 տարի է ինչ որ գործ ենք անում, մեկ փորձում ենք ինչ որ բաներ գցել համացանց, այն էլ մոռանում ենք, ամեն անգամ պլանավորում ենք, դա էլ չի ստացվում, որովհետև միտքները զբաղված է, օրը զբաղված է, ինչ որ գործ անելով, այս մեկը լավ չենք անում, այն մեկը վատ է ստացվել, այս մեկը պիտի ավելի լավ անենք, այ երբ հանակ մասխարայությամբ ենք զբաղված, սկսվում է գլամուրը այստեղ։ Դրա համար հիմա դուք շարունակեք անծառ Երևանում գլամուր վիդեոներ գցել, մենք կխոսենք հայրենասիրությունից ու դրա արժեքներից, վաղը մեր գլխին ինչ օին կգա չգիտեմ, բայց կարևորը սոված չենք մնա։ Մեզ որ մի բան լինի, Վահեն
կոտլետներով կգա մեզ տեսության, չէ՞ դա։ Դե հա։ Ես հիմիկ բանից ասում եմ, որ հույս ունեն Այդ ասել։ ժամանակ ես արգանակ կբերեմ։ Դու ինչ-որ բան Կոտլետը լավ չէ ժամանակ։ Դու ինչ-որ բան ես պատրաստում Անուշիկ մեզ։ Ես չէ, ես ուղղակի ուզում եմ պատրաստ լինել ամեն ինչի, որովհետև ասում եմ, ինչ ասես չի կարող լինել։ Տեղափոխելուց խնդրում եմ տակից կտանեք իրեն, որտեղ բավական փխրուն է ստացվել։ Միշտ դու ես հյուրասիրում, արի ես անգամ էլի։ Շնորհակալություն։ Մինչև դուք հյուրասիրեք ճաշակեք, ես ներկայացնեմ Բաղադրատոմսը։ Ուրեմն սիրելի հեռուստադիտող, պատրաստել ենք կոտլետ, որը իհարկե կեղևը պատրաստված է կարտոֆիլով եւ մանր բլղուրով։ Բլղուրը այստեղ կայունացման համար է ավելացվում եւ մի փոքր ալյուր աղի հետ միասին։ Կեղևը ընդամենը սա է, տապակված կարտոֆիլի հետ միասին ենք իհարկե օգտագործում, ձիթայող կարագ չենք օգտագործում, իսկ միջուկը պատրաստված է տապակված սունկ, հավի կրծքամիս եւ իհարկե թարմ թարխուն ենք ավելացրել առանց եփելու, տապակում ենք ձիթայողի մեջ եւ անուշ ենք անում։ Այսքանը։ Վայ, փխրուն են խոսքը չէ։ Շատ համեղ է։ Շատ համեղ է։ Ես չգիտեմ ինչի արել, բայց հալվում է մի տեսակ բերանում։ Հուսով եմ քանակությունը շատ է, այնտեղ ինչ-որ միտեղ, որ սա Եվս երկու հատ։ Տադ, բա ինձ տժժիկ։ Հա, տա։ Շատ համեղ։ Հա, այդ Դավիթը հենց այնպես չասեց, որտեղ ես մտածում եմ, թե էլի կա, էլի ուտենք, բայց Թարխունի համը զգացիք։ Իհարկե զգացինք։ Թարմ էր ավելացված, չէի եփել, եթե եփե այդ համը չէի զգա ընդհանրապես։ Ընտիր էր։ Դա կարևոր է շատ։ Իրականում շատ փխրուն էր, ես հիմա կփորձեմ էլի գաղտնիքներ քեզնից բացահայտել ավարտին, որովհետև ասում եմ, դե մի քիչ պիտի համարձակություն ունես այս տեսակ բան պատրաստելու համար։ Այս մեկը դժվար է պատտել է, որտեղ ինքը հասկացա արդեն։ Բայց ովքեր հմուտ են, դե ինչ ասեմ, շատ լավ տարբերակ է այսօրի համար, իսկապես կարող եք նկատի ունենալ։ Դե մեր երկուշաբթին, ինչպես տեսնում եք, ասում է ահագին էլ զվարճալի, թեթև ու հետաքրքիր ստացվեց, թող որ բոլորիս առավոտները սկսվեն այս տեսակ, բովանդակային, թեթև եւ ունենան լավ շարունակություն։ Ընտիր աշխատանքային շաբաթ բոլորիս, կհանդիպենք առավոտյան։ Ցտեսություն։